Հիմա ինչով է պայմանավորված վերանայման եւ նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Սրա համար կա մի քանի կարևոր պատճառ։ Առաջին պատճառը 2018 թվականից ի վեր, ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է։ Եվ աճը 2.4 անգամ։ Իհարկե պետք է ասել, որ այստեղ դրամի արժևորումը նույնպես դեր է կատարել, բայց դրամի արժևորումն էլ է տնտեսական գործում։ Եվ շատ կարևոր տնտեսական գործում եկեք արձանագրենք նաև թե ինչ է նշանակում դրամի արժևորումը եւ ինչի արդյունքում է տեղի ունենում դրամի արժևորումը։ Կենտրոնական բանկի նախագահը առիթ ունեցել են կառավարության նիստում խոսելու, հիշում եք, եւ այս տարի նախորդ տարի կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսինքն հասկանում եք 2 միլիարդ դոլար Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել եւ դա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական եւ տնտեսական ներհոսք։ Եվ սա իր հերթին այս թիվը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կարծում եմ ավելի է արժևորում, որը ելի ուզում եմ ընդգծել 2018-ից ի վեր աճել է 2.4 անգամ։ Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն եւ բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Եվ սա կարևոր է արձանագրել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը եւ որտեղ է այլ գործող անձանց դերը։ Կառավարության դերը իմ կարծիքով այն է, որ մենք վերացրել ենք 2018 թվականից տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։ Վերացրել ենք մենաշնորհները, վերացրել ենք արգելքներն ու արգելակները եւ ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2.4 անգամ աճ, 50% տնտեսական աճ եւ այս ամեն ինչը ուզում եմ հիշեցնել COVID-ի գլոբալ եւ բնականաբար նաեւ հայաստանյան ռեցեսիայի պայմաններում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետեւ սա չի կարող լինել եւ չէ կառավարության ձեռքբերումը, սա կառավարության եւ քաղաքացիների համագործակցության ձեռքբերում է։ Այսինքն մենք ստեղծել ենք, մենք մարդկանց ասել ենք, չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում եւ այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, բայց պիտի հիմա այս հաջորդիվ կանդրադառնամ նաեւ քաղաքականության մեջ։ Ըստ էության մենք այս ամենով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար եւ պիտի նաեւ ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։